Խորհրդարանական ընդդիմության կարծիքով խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով հայ-ադրբեջանական քննարկումները Բաքվի նախապայմանների շուրջ են։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ Հայաստանի բանակցողները հերթական զիջումները ժողովրդին ներկայացնելու որևէ փաթեթավորում կմտածեն, հետո այդ մասին հրապարակային կխոսեն։ Եթե տեքստը համաձայնեցված է, ապա ինչի շուրջ են բանակցությունները։ 2 ամիս է խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել, իսկ Բաքուն պնդում է նախապայմանները։ Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխել սահմանադրությունը։ Անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազատությանն ասել էր. ադրբեջանական կողմի հետ քննարկումներում դեռ առաջընթաց չկա, բայց եւ հավելել. Ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Ամեն անգամ, երբ որ Հայաստանի Հանրապետության կառավարիչները ասում են լավ լուր ենք սպասում եւ այլն, դա հայերի, հայրենասերների համար լարվելու առիթ է, որովհետեւ իրենց համար լավ լուրը չի կարող լավ լուր լինել Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների, հայ ազգի համար։ Հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ լուծարել նաեւ Մինսկի խումբը։ Արդարադատության նախարարությունում նոր սահմանադրության տեքստ են գրում։ Թեև պնդում են, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ։ Բայց վարչապետն արդեն հայտարարել է իր կարծիքով այդ նոր տարբերակում անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Բաքուն հենց անկախության հռչակագրի հղումն է խնդրահարույց համարում, դրանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ տեսնում։ Հայկ Մամիջանյանը հիշեցնում է, թե նախկինում ինչպես էին հայ բանակցողները հայտարարում մի բան, իսկ հետո Ադրբեջանի ճնշման ներքո գնում զիջումների։ Հիշում եք ոնց եղավ, երկար ժամանակ կառավարիչները Հայաստանի Հանրապետության չէին համաձայնվում երրորդ երկրների ուժերի տեղակայման հարցի հետ կապված։ Հետո, ինչպես ասաց Փաշինյանը, նստեցինք, վերագնահատեցինք, քննարկեցինք ու հասկացանք, որ կարելի է բավարարել այդ պահանջը։ Դե հիմա կարող է էլի հավաքվեն, նստեն, վերագնահատեն, հասկանան, որ իրանց իշխանության պահպանման խաբեության միակ շանսը, որը չի ստացվելու, դա այս երկու նախապայմանը, այս երկու պայմանն էլ բավարարելն է, ինչ որ բոցաշունչ ելույթ ստեղ կունենա, համեմված փողոցային լեքսիկոնով ու կպարզվի, որ այդ երկու նախապայմանները նույնպես բավարարվում են։ Իշխանական падգամավոր Հասմիկ Հակոբյանը այսօր չմանրամասնեց, ինչի շուրջ են Երևանի եւ Բաքվի միջև այժմ ընթացող քննարկումները, բայց պնդեց ադրբեջանական նախապայմանների շուրջ Երևանի դիրքորոշումները հայտնի են եւ չեն փոխվել։ Դե ակնհայտ է, չէ, որ ես չեմ կարող այդ մասին խոսել, այնպես ինչպես արտգործնախարարը չի խոսել, բայց մենք աշխատում ենք եւ աշխատում ենք նրա համար, որ ունենանք լավ նորություններ։ Եվ հենց նորությունները լինում են անպայման կոմունիկացվում են, էլի։ Չի ստացվում, որ հենց այդ նախապայմանների շուրջ են խոսակցությունները, որովհետեւ այլ օրակարգ Ոչ, չի ստացվում այդպես։ Ես ասացի, մենք երկու նախապայմանի հետ կապված շատ բարձրաձայն խոսել ենք, ասել ենք, որ այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր չենք տեսնում, մյուս այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր տեսնում ենք։ 2 օր առաջ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովը սակայն խոսել է ոչ թե ստորագրման հեռանկարից, այլ իրենց նախապայմաններից։ Պնդել, թե սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը իրենց լեգիտիմ սպասումներն են Հայաստանից։ ՔՊԱ-ական Հասմիկ Հակոբյանը հայտարարում է, նախապայմաններ ներկայացնելը եւ դրանք փաստաթղթում չներառելը խնդիր է։ Եթե կային պայմաններ, որոնք պետք էին խաղաղության համաձայնագիր ունենալու համար, դրանք պետք է ներառված լինեին փաստաթղթում, բայց դուք տեսաք, որ դուք գիտեք, չեք տեսել, բայց ես վստահեցնում եմ, որ նման դրույթներ չկան խաղաղության համաձայնագրում։ Ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատյանը հարցնում է, ինչու են ՔՊԱ-ականները տարակուսում, որ Բաքուն նախապայմաններով է խոսում։ Իրենք են տարբեր փուլերում այդ նախապայմանները բավարարելով հասցրել այս հանգրվանին։ Խաչատյանը հույս ունի, որ այդ նախապայմանները բավարարելու օրակարգը կտապալի ժողովուրդը, դեմ քվեարկելով նոր սահմանադրությանը։ Որովհետև Բաքվում գրած իր կաբինետում թարգմանված սահմանադրությունը մեր կործանման ամենակարճ ճանապարհն է։ Բանակցված, բայց դեռ չստորագրված համաձայնագիրը կապիտուլյացիա համարող Հայաստան խմբակցությունից ընդգծում են Հայաստանի բանակցողների դիրքերն այնքան թույլ են, որ անգամ այդ փաստաթղթի ստորագրման համար է Բաքուն պահանջներ ներկայացնում։ Այսինքն մի պահանջ ներկայացնում է թղթով եւ այլ պահանջներ ներկայացնում է առանց թղթի։ ՔՊԱ-ական Հասմիկ Հակոբյանը որպես ձեռքբերում շեշտում էր, թե պայմանագրում չկա նաեւ այսպես կոչված միջանցքի մասին դրույթը։ Շաբաթավերջի իր ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարարը չէր շրջանցել նաեւ այս հարցը։ Ջեյհուն Բայրամովը շեշտել էր, տրանսպորտային ապաշրջափակման հարցում Բաքվի դիրքորոշումը հստակ է։ Սպասում են Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունները։